Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հարգարժան նախագահ, հարգարժան գլխավոր քարտուղար, հարգարժան խորհրդարանականներ, դեսպաններ, տիկնայք եւ պարոնայք։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Եվրոպայի խորհրդի նման հեղինակավոր կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի առաջ ելույթ ունենալու այս հնարավորության համար։ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի խորհուրդը եւ ԵԽԽՎ-ն ընդունում են եւ ընկալում են որպես ժողովրդավարության մարդու իրավունքների պահապան ու պաշտպան։ ԵԽԽՎ բանաձևերը Հայաստանի ժողովրդավարության դժվար ճանապարհի մշտական ուղեկիցն են։ Շատ դեպքերում մարդիկ Հայաստանում անհամբերությամբ ու լարվածությամբ են սպասել դրանց ընդունմանը, ընտրությունների կեղծումների, հավաքների արգելքների, քաղբանտարկյալների ազատության, արդարադատության ներպետական հույսերը սպառած համարելով։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը վերջերս շատ կարևոր վճիռ կայացրեց 2008 թվականի մարտի 1-ի զոհերի գործով, արձանագրելով նրանց կյանքի իրավունքի խախտումը պետության կողմից, նրանց մահվան հանգամանքների վերաբերյալ քննության անարդյունավետ լինելը։ Վերջին տարիներին դատարանը կարևոր որոշումներ է կայացրել 2008 թվականի մարտի 1-ի հետևանքով անազատության դատապարտված քաղաքական գործիչների վերաբերյալ։ 2008 թվականի մարտի 1-ին ես ընդդիմության շարքերում էի, հետո ստիպված էի ընդհատակ անցնել, հետո կամավոր կերպով դուրս գալ ընդհատակից, որից հետո կալանավորվեցի եւ դատապարտվեցի 7 տարվա ազատազրկման։ Այդ ողջ ընթացքում ես ինքս անհամբերությամբ էի սպասում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից եւ մարդու իրավունքների Եվրոպական դատարանից եկող լուրերին։ ԵԽԽՎ-ում հնչող ելույթներն ու ընդունվող բանաձևերը մեզ Հայաստանում ժողովրդավարության համար պայքարողներիս հույս էին տալիս եւ ուժ։ Չեմ մոռանա այն օրը, երբ բանտում ինձ այցելեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը։ Ի վերջո 2011 թվականին բանտից ազատ արձակվեցի հենց Եվրոպայի խորհրդի ԵԽԽՎ-ի մարդու իրավունքների Եվրոպական դատարանի հետևողականության շնորհիվ 7 տարվա փոխարեն անազատության մեջ մնալով 1 տարի 11 ամիս։ 2018 թվականի մայիսին, երբ Հայաստանում տեղի ունեցավ ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունը եւ հեղափոխության արդյունքում Հայաստանի Հանրապետության վարչապետ դարձա, մարդու իրավունքների Եվրոպական դատարանը իմ գործով դեռ վճիռ չէր կայացրել եւ շարունակում էի անհամբերությամբ սպասել դատարանի վճռին, ում դիմել էի դեռ 2010 թվականին։ Վարչապետի պաշտոնում ինձ համար միեդ վճիռը ավելի մեծ կարևորություն ստացավ, որովհետև միեդը, եթե որոշեր, որ 2009 թվականին Հայաստանում իմ դեմ կայացված դատավճիռը անարդար էր, դա իմ գործը վերանայելու այնպիսի հիմք կտար, որ ոչ ոք չէր կարողանա ասել, թե վարչապետի իմ կարգավիճակի պատճառով է, որ նման վճիռ է կայացվել, եւ արդարությունն ու արդարադատությունը կլինեին լեգիտիմ։ Եվ բարեբախտաբար այդպես էլ եղավ։ Միեդի վճիռը լիովին լեգիտիմ եւ անառարկելի դարձրեց իմ հետագա արդարացումը Հայաստանի դատարանում։ Այս նույն ձևով արդարացվեցին նաեւ Հայաստանի բազմաթիվ այլ նախկին քաղբանտարկյալներ։ Այս ամենը ասում եմ ոչ միայն կամ ոչ այնքան իմ շնորհակալությունը արտահայտելու, որքան ի ցույց դնելու համար, որ Եվրոպայի խորհուրդը եւ նրա կառույցները Հայաստանի պետական ինստիտուտների օրգանական շարունակությունն են։ Ես ու բազմաթիվ մարդիկ Եվրոպայի խորհուրդը եւ նրա ինստիտուտները օտարերկրյա կազմակերպություն չենք համարում։ Եվրոպայի խորհուրդը մեր կազմակերպությունն է, մեր ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտներից մեկը, որովհետեւ մենք նրա լիարժեք անդամն ենք։ Այդպիսին են նաեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, Վենետիկի հանձնաժողովը։ Մեր անդամակցությունը Եվրոպայի խորհրդին մեզ ավելի մեծ վստահություն է տալիս ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելիս,
որովհետև գիտենք, եթե սխալվենք, կա մեզ հարազատ մեր կազմակերպությունը, որը մեզ կհազանգի այդ մասին, կօգնի մեզ գտնել ճիշտ ուղղությունը ժողովրդավարության ցավոք գնալով ավելի դժվար դարձող ճանապարհին։ Եվրոպայի խորհուրդը մեր տունն է, որտեղ մենք հասցենք ստանում որպես ժողովրդավարական պետություն։ Լինելով փոքր երկիր, մենք այստեղ մի մեծ, գեղեցիկ եւ լուսավոր ընտանիքի մաս ենք դառնում, որտեղ մարդը ամենակարևոր արժեքն է, որտեղ մարդը նպատակ է եւ ոչ թե միջոց։ Այս ընտանիքը կարևոր է մեզ համար։ Եվրոպայի խորհուրդը մի տեղ է, որտեղ մենք կարող ենք կիսվել մեր հաջողությունների ուրախությունը ու պատմել մեր անհաջողությունների մասին, լսել ուրիշների հաջողությունների պատմությունը, դրանցով ոգևորվելու համար եւ ուրիշների անհաջողությունների պատմությունները դրանք չկրկնելու համար։